Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի դուստր Անի Սարգսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ $1 միլիոն էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերության 39,341 բաժնետոմս։ Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է դատախազության հայցը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումը դատախազությունը դատարան էր ներկայացրել դեռ 2022 թվականի սեպտեմբերի 8-ին, որը վարույթ էր ընդունվել։ Ներկայացված հայցադիմումի համաձայն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Անի Սարգսյանից պահանջել է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Փակ բաժնետիրական ընկերության 40,105 հատ բաժնետոմսերը, իսկ արդեն դրա անհնարինության դեպքում դրա շուկայական արժեքը 343 միլիոն դրամ է։ Հայցադիմումով դատախազությունը պահանջել է բռնագանձել նաև բանկերում առկա ավանդներ ավելի քան $860,000 եւ 2021 թվականի ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը այս ավանդների նկատմամբ հաշվարկված տոկոսները որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացած եկամուտ։ Հայ բիզնեսբանկ Փակ բաժնետիրական ընկերության համապատասխան հաշվին առկա 9,744,746 Հայաստանի Հանրապետության դրամը եւ դրա նկատմամբ կրկին հաշվարկվող տոկոսը որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։ Կրկին Հայ բիզնեսբանկ Փակ բաժնետիրական ընկերության հաշվին առկա 425,803 դրամը եւ 2021 թվականի ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը Հայ բիզնեսբանկ Փակ բաժնետիրական ընկերության համապատասխան հաշվին առկա գումարից 425,803 Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսները որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։ Ինչպես նաև բանկում առկա 7,173 եվրո եւ մինչև վճռի փաստացի կատարման օրը դրա նկատմամբ հաշվարկված տոկոսները եւ ավելի քան 9,433,000 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում եւ հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2010-ից 2021 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել։ Հակակոռուպցիոն դատարանը արդեն 2026 թվականի ապրիլի 21-ին կայացրել է վճիռ, որով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հայցը բավարարել է մասնակի։ Արդյունքում դատարանի դատական ակտը ուժի մեջ մտնելու դեպքում Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի եւ հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերության 39,341 հատ բաժնետոմսը եւ անհրաժեշտ է նշել, որ համաձայն գործում առկա նյութերի ընկերության ընդհանուր շուկայական արժեքը կազմում է շուրջ 686 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ։ Կվերադարձվի նաև $864,107 ավանդ եւ դրա նկատմամբ մինչև վճռի փաստացի կատարումը հաշվարկված տոկոսները ավելի քան 10,200,000 դրամ, 4,853 եվրո եւ դրանց նկատմամբ մինչև վճռի փաստացի կատարումը հաշվարկված տոկոսները, ինչպես նաև շուրջ 2,600,000 դրամ։ Քրիստինե Թորոսյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։